20-ամյա զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինը վաղը կտեղափոխվի Արմավիրի մարզի Արտիմետ գյուղ։ Ժամկետային զինծառայողի մարմինն ըստ մամուլի հրապարակումների կախված էին գտել Կապանի զորամասում։ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում կարդում ենք, այս գիշեր 12-10-ի սահմաններում է հայտնաբերվել զինծառայողի դին։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Շատ լավ ընտանիք աշխատող իրաց համար իրաց քրտինքով, հալա քրտինքով ապրող մարդիկ։ Արտիմետի վարչական ղեկավարի խոսքով Արամայիսի ընտանիքն Արցախից է տեղահանվել։ Հաստատվել են սկզբում Վայքում, հետո եկել Արտիմետ։ Տան միակ տղան էր։ Բանակից պիտի հունվարին տուն գար։ Դեպքից ժամեր առաջ է խոսել հոր հետ։ Ասում էր լավ է, նորմալ ասում էր Հեր ջան, դե ծառայությունն է, դժվար է հլնեմ, զոր է հլնեմ, նորմալ է։ Կողեմ ընդհանուր։ Ինչ է պատահել հանելուկ է ընտանիքի համար։ Արամայիսի հայրը արցախյան պատերազմների մասնակից է, սպա, որդին էլ պատրաստակամությամբ է ծառայության մեկնել, 2 անգամ արձակուրդ ստացել, ծնողների մոտ եկել։ Գյուղում ոչ մի վարկած չունեն, լսել են միայն, որ երեկվա սև գիշերը տղան օրապահ է եղել, մարմինը գտել են Սորանոցից դուրս։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես այս տարեսկզբից մինչև այժմ 6 զինծառայողի մահվան մասին է հայտնել։ Այս տարվա 6-րդ ամսում արդեն 16 զինծառայող է մահացել, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի։ Մեծամասնությունը ինքնասպանության եւ սպանության հետևանքով մահվան դեպքերն են, ցավոք սրտի նորից։ Պաշտպանության եւ անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը շեշտում է, բանակում մահվան դեպքերի նվազում չկա, թեպետ պաշտպանության նախարարը 2026-ը հռչակել է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի։ Եվ մեր ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ արատավոր եւ քրեացին բարքերը բացառելու, կամադրային հարաբերությունները, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու նպատակի իրագործման։ Դրական դինամիկա, զինված ուժերում մահվան դեպքերի թվի նվազման ուղղությամբ չի արձանագրվել։ Ավելին կարող եմ ասել, որ տոկոսային հարաբերակցությամբ եւ թվային առումով շարունակում են գերակշռել այս պատճառներով ինքնասպանության եւ սպանության հետևանքով մահվան դեպքերը, ինչին հիմնականում նախորդում են միջանձնային հարաբերությունները, ոչ կանոնադրային հարաբերությունները, զինված ուժերում քրեական բարքերի առկայությունը։ Բոլորովին այս կարծիքին չէ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա համարում է, որ զինված ուժերում կարգապահության հաստատման առումով շոշափելի գործ են արել։ Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ։ Վերջին շրջանում Պապիկյանը թիմի հետ նախընտրական եռուզեռի մեջ է եւ քարոզչական առօրյան ընդհատում է միայն զինվորական դեֆիլեով ու նոր սպառազինությամբ պարտանալու համար։ Իրավապաշտպանները հարցնում են, եթե շոշափելի աշխատանք է կատարվել, պիտի որ դա երևար, այսինքն մահվան դեպքերի թիվը բանակում պիտի նվազեր։ Թե որքանով են արդյունավետ, մենք կարող ենք դատել ներկայումս նման պատճառներով մահվան դեպքերի շարունակական արձանագրումից։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը պատմեց իրենց վերլուծությունների հիման վրա մի շարք առաջարկներ էին ներկայացրել պաշտպանական գերատեսչությանը քրեական բարքերը մեղմելու, միջանձնային հարաբերությունները զինված ուժերում մթնոլորտը փոխելու համար։ Հոգեբանների թվի ավելացումը բոլոր զորամասերում, որովհետև գործնականում մենք տեսնում ենք, որ այն զորամասերում, որտեղ չկա սպահոգեբանի հաստիքը կամ կա, բայց արդյունավետ չի գործում, մենք ունենում ենք միջանձնային հարաբերությունների խնդիրներ, որոնք հանգեցնում են մահվան դեպքերի։ Այսօր զորամասերի կեսից քիչ ավելի ու միայն հոգեբաններ կան։ Իրավապաշտպանը կարևոր է համարում նաև ներսում դասընթացներ, վերապատրաստումներ անելը մարդու իրավունքների խտրականության խնդրի վերաբերյալ, վերադաս, ստորադաս կոնֆլիկտը, հովանավորչությունը, սրանք բանակային բարքերի մաս են։ Սուրեն Պապիկյանի հռչակած քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարին կիսվել է, մահվան դեպքերի ծանր վիճակագրությունը դեռ չի փոխվում։ Ինքը շատ է սիրում այս գյուղը։ Վայքում ծնված ու Արցախում մեծացած Արամայիս Գևորգյանը կհուղարկավորվի Արտիմետում։